Ռեոփնի եթերում Ռենյուզի ժամը 13-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի կեսօր։ Գիշերն ամփոփել են վաղաշապատի թիմ ընտրությունների արդյունքները։ 48.5% ձայների մեծամասնությամբ հաղթել է Արգիշտի Մեխակյանը քաղաքացիական պայմանագրից։ Երկրորդ տեղում ընդդիմադիր հաղթանակ դաշինքն է 31.9, երրորդ տեղում Մայր Հայաստանը 5.4%-ով։ Հենց այս երեք ուժերն էլ կկազմեն խոշորացված համայնքի ավականին։ Արգիշտի Մեխակյանի հաղթանակից հետո նրա աջակիցներն ու կուսակիցները հավաքվել են Էջմիածնի փողոցներում տոնել իրենց քաղաքական ուժի հաղթանակը։ Հետընտրական գիշերը ամփոփել է Սիմոն Հովանիսյանը։ Ուր ենք եթում, կենտրոնական շտաբ, ուր ենք եթում, հələ այս տղենով, Ալեն Սիմոնյանի ասած, այս տղեն վաղաշապատի համայնքապետի ընտրություններում հաղթել է ստանալով ձայների 48.5%-ը։ Կեսգիշերին Արգիշտի Մեխակյանը ԱԺ նախագահի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի եւ Լոռու մարզպետի հետ գնում էր ՔՊ շտաբ։ Նրանց ծափերով, վանկարկումներով ու դհոլ զուռնայով էին դիմավորում։ Ընդդիմադիրներից հաղթանակ դաշինքը քվեների 31.9%-ն է ստացել, Մայր Հայաստանը 5.4%։ Մնացած ուժերը չեն հաղթահարել սահմանված շեմը։ ՔՊ շտաբ գնացած տկե նախարարը, որ կարծում է ջախջախել են ընդդիմությանը, հեղափոխության հայտնի բարձրախոսն է ձեռքն առել։ Առանց ձեզնից մեկի բացակայությամբ հնարավոր չէր լինի վաղաշապատում ջախջախել մեծախոս, մեծաբերան ընդդիմությանը։ Ընդդիմությունից ամենաշատ ձայն հավաքած Սևակ Խաչատրյանը գործընկերոջս հետ զրույցում անդրադառնում է ջախջախել բառին։ ԿՊ-ականները, այսինքն սպասում էին այս վարկյանին, որ ասեին ջախջախել են, ում են ջախջախել, վաղաշապատցուն են ջախջախել։ Վաղաշապատցիներն են մեզ ձայն տվել, մեր թիկունքում եղել են վաղաշապատցիները, մեր թիմի անդամները վաղաշապատցիներն են, գյուղաբնակ մեր Խոյ համայնքի բնակիչները եւ Էջմիածին քաղաքի բնակիչները ում են ջախջախել։ Իրենք շատ շուտով ջախջախվելու են, բայց իրենց անձերն են ջախջախվելու, ոչ թե վաղաշապատցին կամ հայ ժողովուրդը եւ այլն։ Թող մեծ շատ չխոսա, մանավանդ իրենց նախարարները պորոտախոսությամբ մեջ մի փոքր ոնց որ հայտնի է վերջին շրջանում էլ կարծես շատ ավելի իրենց լեզվին չեն կարողանում տիրություն անել ժողովրդի լեզվով ասած։ Սևակ Խաչատրյանը նշում է նաև, որ վիճարկելու են ընտրությունների արդյունքները, իսկ էկոնոմիկայի նախարարը կարծում է համայնքային ընտրություններում անգամ լրատվամիջոցներին են հաղթել, ինչպես նաև նախկին ղեկավարներին իր բառերով ասված ձևիստներին, Էնդուբինկով Մարթուն, Կտրիչին, Հրապարակ, Ժողովուրդ 168 թերթերին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից իր հետևություններն ունի։ Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, իշխանությունը, ազատությունը ուժեղացնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռազմավարությանը։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Պետ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է, եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը։ Սիմոն Հովանիսյան, Ռիոփն մեդիա։ Մասիսի ավականու այսօրվա նիստում Դավիթ Համբարձումյան դաշինքը համայնքապետի թեկնածու է առաջադրել առաջին տեղակալ Նորայր Հակոբյանին։ Քաղաքացիական պայմանագիրը նիստին չի մասնակցել։ Դավիթ Համբարձումյան դաշինքն ունի 14 մանդատ, քաղաքացիական պայմանագիրը 12 եւ ավականու 1 անդամ ազատ կարգավիճակով։ Այսինքն, եթե առաջադրվել է 1 թեկնածու, ապա նա կհամարվի ընտրված, եթե հավաքի ավականու անդամների ձայների մեծամասնությունը։ Հիշեցնեմ, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շաբաթներ առաջ դատարանի որոշմամբ ազատազրկվել է 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի քաղաքապետը կալանավորվել էր։ Դրանից հետո նա հոկտեմբերի 31-ին ուղերձ է հղել ՔԿՀ-ից, որտեղ հայտնել է, թե դիմել է դադարեցնելու ավականու անդամի լիազորությունները։ Համբարձումյանը մեղադրվում է 2018-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու մեջ։ Թրամփի ուղին քննարկելու համար Երևանը ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը։ Ալիսոն Հուքերը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնում են, որ կողմերը կքննարկեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հետագա քայլերը, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի եւ հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։ Ամերիկացի դիվանագետն արդեն հանդիպել է Ռուբինյանի հետ։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հեցին լիցենզիայի զրկելու հարցով նիստը վերսկսվել է։ Ենթադրվում է, որ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կկայացնի։ 2 օր տևած հարցուպատասխանից հետո այժմ ելույթների հերթն է։ Առաջիկա ժամերին սեփականատեր Տաշիր Կապիտալ ընկերության ներկայացուցիչները կանդրադառնան վարույթով ներկայացված փաստարկներին։ Ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատարն անդրադառնալով դրանց հայտարարել է, վարույթով որևէ ապացույց չկա, ապա համակարգված հավելագրումներ են եղել։ Ղազինյանի ելույթի ընթացքում իրավիճակը լարվել է, հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է արձագանքել, պնդել, թե ելույթում վիրավորական ձևակերպումներ կան ու կոռեկտության կոչ է արել։ Հաշվի առնելով, որ ՏԿ-ն շատ անգրագետ եւ սխալ հաղորդում է ներկայացրել, ամենայն դեպս ճգնաժամային ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լցվել, բնականաբար բոլորով միասին լցվել են սխալ ինֆորմացիա, մեղմ ասած սխալ ինֆորմացիա ներկայացնում։ Օրինակ Սևանի Ես ներողություն եմ խնդրում հարգարժան նախագահող վարման կարգում մի դիտարկում։ Ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից, այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախարարությունը դուք երևի հասկացել եք սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չէ, չգիտեմ ինչի կվերածվի, ինչի դուք եք այս բան սպառնալիքներով խոսում, պարոն ով ասաց վերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, Մենք ուզում ենք աշխատանքային Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաստատել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին GF-17 կործանիչների փոխանցումը։ Օրեր առաջ այդ օդանավերը ներկայացվել էին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին։ Սա Պակիստանի պատմության մեջ կործանիչների ամենամեծ արտահանման պայմանագիրն է։ Մատակարարումը կիրականացվի մի քանի փուլով, զուգահեռաբար կվերապատրաստվեն թռիչքային եւ տեխնիկական անձնակազմերը։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին 1.6 միլիարդ դոլար արժողությամբ կործանիչների մատակարարման առաջին պայմանագիրը կնքվել է նախորդ տարի։ Այս ամռանը ստորագրվել է եւս 40 միավոր այս տեսակի ինքնաթիռների վերաբերյալ համաձայնագիր։ GF-17-ը 4-րդ սերնդի թեթև կործանիչ է, որը մշակվել է Չինաստանի եւ Պակիստանի համատեղ ուժերով։ Ոչ պաշտոնական տվյալներով ռուս մասնագետներն են կարևոր դեր խաղացել դրա մշակման գործում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն անակնկալ կերպով պատրաստակամություն է հայտնել բանակցել Վենեսուելայի նախագահի հետ։ CNN-ը գրում է, որ ամերիկան ռազմական ռեսուրս չունի Նիկոլաս Մադուրոյին տապալելու համար։ Չիլիում 50-ամյա դադարից հետո իշխանության կարող են գալ կոմունիստները, իսկ Իսպանիայում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է էկվադորցի նարկոբարոն Պիպոն։ Միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Զապորոժիայի մարզում առաջխաղացման եւ 2 բնակավայր գրավելու մասին։ Ի պատասխան ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող վերամշակման գործարաններին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին։ Դոնեցկում շուրջ 5 միլիոն մարդ է մնացել առանց էլեկտրականության։ Գերատեսչությունը հայտնում է, որ մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել է 36 ուկրաինական դրոն։ Այս իրադարձությունների ֆոնին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օրինագիծ է մշակում Ռուսաստանի հետ բիզնես անող ցանկացած երկրի, հնարավոր է նաև Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։ ԱՄՆ-ն ակտիվացնում է իր հակաթմրահավեկչական գործողությունները, ինչի մասին են վկայում Խաղաղ օվկիանոսում առերևույթ թմրանյութեր տեղափոխող նավի վրա հասցված հարվածը եւ Ջերալդ Ֆորդ ավիակրի տեղակայումը Կարիբյան ծովում։ Այս ռազմական ակտիվությունը լայնորեն դիտարկվում է որպես Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա ճնշում գործադրելու քայլ, չնայած թմրաշրջանառության դեմ պայքարի մասին պաշտոնական հայտարարություններին։ Վենեսուելան դատապարտել է ռազմական ճնշումը։ Դոնալդ Թրամփը միաժամանակ հայտարարել է, որ բաց է Մադուրոյի հետ քննարկումների համար։ Իսրայելի կողմից Լիբանանի հետ սահմանին կառուցվող պատը վեճերի առիթ է դարձել։ Բեյրութը եւ ՄԱԿ-ը մեղադրում են Իսրայելին կապույտ գիծը հատելու եւ Լիբանանի ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ, ինչը իսրայելական կողմը հերքում է։ Այս ֆոնին Գազայի հատվածում չնայած հայտարարված հրադադարին շարունակվում են մարդկային կորուստները։ Դրա ուժի մեջ մտնելուց ի վեր զոհերի թիվը հասել է 266-ի։ Ըստ պաշտոնական տվյալների 2023 թվականի հոկտեմբերից սկսված հակամարտության ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 69400-ը, իսկ վիրավորները 170,000-ը։
Չիլիի նախագահական ընտրությունների առաջին փուլում կոմունիստ տեխնատու Ժանետ Խարան ստանալով ձայների 27%-ը փոքր առավելությամբ հաղթել է, սակայն երկրորդ փուլում կմրցի 24% հավաքած ծայրահեղաչ տեխնատու Խոսե Անտոնիո Կաստի հետ։ Խարան խոստացել է պայքարել կազմակերպված հանցավորության դեմ, վերացնելով բանկային գաղտնիքը եւ խստացնելով միգրացիոն վերահսկողությունը։ Չնայած Խարայի առաջատարությանը երկրորդ փուլի ֆավորիտ է համարվում Կաստը, քանի որ ակնկալվում է, որ աջակողմյան ուժերը կմիավորվեն նրա շուրջ, արտացոլելով Չիլիում եւ Լատինական Ամերիկայում պահպանողական տրամադրությունների աճը։ Էկվադորում ձախողվում է նախագահ Դանիել Նոբոայի նախաձեռնած հանրաքվեն, որով նախատեսվում էր թույլատրել օտարերկրյա ռազմաբազաների վերադարձը կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար։ Սակայն հենց նույն օրը Էկվադորի եւ Իսպանիայի ոստիկանությունները համատեղ գործողությամբ Իսպանիայում ձերբակալել են երկրի խոշորագույն Լոս Լոբոս նարկոխմբավորման պարագլխին։ Նախագահ Նոբոան Պիպո Մականունով հայտնի Վիլմեր Չավարիայի ձերբակալությունը որակել է որպես կարևորագույն հաջողություն, ընդգծելով հենց այն միջազգային համագործակցության արդյունավետությունը, որի ընդլայնման ուղղված առաջարկը մերժվել էր հանրաքվեով։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։ Ամբողջ աշխարհի ուշադրությունը Թրամփի շուրջ նոր սկանդալն է, ավելի ճիշտ հին սկանդալի նոր զարգացումները։ Թրամփը հրամայել է քննել անչափահաս աղջիկների սեռական շահագործման համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի կապերը նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մի քանի խոշոր բանկերի եւ դեմոկրատ օրենսդիրների հետ։ Խնդիրն այն է, որ Էփշտեյնի հետ կապերի մեջ հենց դեմոկրատներն են մեղադրանքները հնչեցնում Թրամփի հասցեին։ Հիմա նա փաստորեն սլաքներն ուղղում է հակառակ ուղղությամբ։ Պալատի դեմոկրատները հրապարակել են սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի էլեկտրոնային նամակների նոր խմբականակ, որոնք իրենց պնդմամբ նոր իբր հարցեր են առաջացնում անչափահաս աղջիկների նկատմամբ Էփշտեյնի սեռական բռնության մասին նախագահ Դոնալդ Թրամփի տեղյակ լինելու վերաբերյալ։ Սպիտակ տունն անմիջապես հակադարձել է դեմոկրատներին, մեղադրելով քաղաքական դրդապատճառներով զրպարտչական արշավի մեջ։ Այս էլեկտրոնային նամակները բացարձակապես ոչինչ չեն ապացուցում, բացի այն փաստից, որ նախագահ Թրամփը ոչ մի սխալ բան չի արել։ Եվ այն, ինչ նախագահ Թրամփը միշտ ասել է, հետևյալն է. նա Palm Beach-ից էր, ինչպես եւ Ջեֆրի Էփշտեյնը։ Էփշտեյնը Mar-a-Lago-ի անդամ է եղել, մինչեւ որ նախագահ Թրամփը նրան դուրս է շպրտել, որովհետեւ Ջեֆրի Էփշտեյնը մանկապիղծ էր եւ զզվելի արարած։ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի կողմից հրապարակված նամակներում մանրամասն ներկայացվում է Էփշտեյնի գրող Մայքլ Վուլֆի եւ Գիսլեյն Մաքսվելի Էփշտեյնի նախկին ընկերուհու միջև գրագրությունը։ Էփշտեյնը սեռական թրաֆիքինգի համար 20-ամյա ազատազրկում էր կրում, սակայն 2019-ին ինքնասպան է եղել բանտում։ Նույն թվականին Վուլֆին ուղված նամակում Էփշտեյնը գրել է. Թրամփը տեղյակ էր աղջիկների մասին։ 2011 թվականին Մաքսվելին ուղարկված մեկ այլ հաղորդագրության մեջ Էփշտեյնը նախագահին բնութագրել է որպես շուն, որը չի հաչում, հավելելով, որ Թրամփը ժամեր է անցկացրել իր տանը, իր զոհերից մեկի հետ, որի անունը ջնջված է։ Ի պատասխան հրապարակված նյութերի Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ այդ քայլերը մարդկանց ուշադրությունը շեղելու համար է։ Նաև կոչ է արել զբաղվել նախկին նախագահ Բիլ Քլինթոնի սեռական արկածներով ու սկանդալներով։ Թրամփը նշել է, որ Քլինթոնը Էփշտեյնի անձնական կղզում եղել է 28 անգամ, իսկ ինքը ոչ մի։ Նրանք կարող են ունենալ այն ամենը, ինչ ցանկանում են, նրանք արդեն ունեն բավարար փաստաթղթեր։ Կարծում եմ, նրանք արդեն 50,000 էջ ունեն։ Տեսեք, սա դեմոկրատների խաբեությունն է։ Դրանք դեմոկրատների տարածած ստերն են եւ մի քանի հանրապետականներ միացել են դրան, որովհետեւ նրանք թույլ են ու անպետք։ Էլեկտրոնային նամակների հրապարակումը համընկնել է ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած նշանակալի քաղաքական զարգացման հետ։ Նույն օրը երթմնակալության արարողություն է անցել նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ադելիտա Գրիխալվան, որն անմիջապես դրել է անհրաժեշտ վերջին ստորագրությունը Էփշտեյնի հետ կապված բոլոր չգաղտնազերծված կառավարական ֆայլերի հրապարակման շուրջ պալատում քվեարկություն նշանակելու միջնորդագրի տակ։ Խոսնակ Ջոնսոնը դիտավորյալ խոչընդոտեց իմ երթմնակալությանը, մեկը մյուսի հետևից չեղարկելով քվեարկությունները։ Իսկ Էփշտեյնի ֆայլերը քվեարկության դնելու միջնորդագրին պակասում էր ընդամենը մեկ ստորագրություն։ Իմ ստորագրությամբ մենք եւս մեկ քայլով մոտենում ենք ճշմարտությանը, այն ճշմարտությանը, որը նրանք կփորձեն հերքել։ Սակայն զոհերն արժանի են արդարադատության իրենց օրվան, եւ դա է պահանջում ամերիկացի ժողովուրդը։ Անչափահասների մասնակցությամբ օրգյաններին մասնակցության մասին սկանդալային բացահայտումներից զեղչ չի մնացել Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը։ Համացանցը հեղեղված է արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերով։ Թրամփի հակառակորդները պնդում են, որ վարկաբեկիչ փաստաթղթերի կրկնօրինակները Կրեմլում են Պուտինի ձեռքի տակ, եւ իբր այդ հանգամանքներով է պայմանավորված Թրամփի մեղմ վերաբերմունքը Դաշնության նախագահի հանդեպ։
Նախագահ Թրամփը հետևողականորեն հերքել է Էփշտեյնի սեռական թրաֆիկինգի հանցագործությունների մասին որևէ տեղեկություն ունենալը, պնդելով, որ թեև նրանք ժամանակին ծանոթներ են եղել Փալմ Բիչում, սակայն տարիներ առաջ իրենց հարաբերությունները վատացել ու խզվել են։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ֆուտբոլի մասին։ Երեկ երեկոյան 9-1 հաշվով Պորտուգալիայի հավաքականին զիջելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ափսոսանքով է խոսել խաղի ընթացքի մասին։ Մելիքյանի կարծիքով պարտությունն անհատական սխալների պատճառով էր և տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստան են թափանցում տաք օդային հոսանքներ, առաջիկա 10 օրերին մեր երկրում կլինի արևառատ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ից 19-ին կբարձրանա 3-ից 4 աստիճանով, այնուհետև կմնա անփոփոխ, հայտնում է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։ Այժմին այսքան է, լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Հաջողություն։